Ակնարկում եք, որ դուք բուժում եք ոչ թե հետևանք, այլ պատճառը։ Միանշանակ։ Պատճառն է ծնում հետևանքը։ Հետևանքը պատճառ չի կարող ծնել։ Ինչպես ասենք, օրինակ, քաղցկեղով հիվանդները։ Քաղցկեղն է զարմանում, թե քաղցկեղ հիվանդություն գոյություն ունի թե չունի։ Մենք գործ ունենք ավելի լուրջ հիվանդության հետ։ Ես գտնում եմ, որ դա տրիխոմոնոդային միասեռ մակաբույծ, տրիխոմոնոդային սնկային վիրուս է։ Չկա քաղցկեղ հիվանդություն։ Եվ դա ավելի լուրջ է, քան իրենց պատկերացրած կոնցերագեն բջիջներ, բիոպսիա անենք, տանենք ցենք ֆարմալինի մեջ, ֆարմալինով որոշենք սա չարորական բարորակը, որ դու այդքան անում ես։ Այդ ինչի արյան pH-ը չես վերցնում։ Արյան pH-ը մարդու նորմալ պետք է լինի թույլ հիմնային, թթվային միջավայրում ինչ բուժում ուզում ես դու արա, դու քիմիոթերապիա, ճառագայթում վիրահատություն չի լինի, հնարավոր չի դա։ Չի լինի։ Արունը դու բեր թույլ հիմնային միջավայր։ Իսկ ինչպես կարելի է արունը փոփոխել։ Դա արդեն հարցի ուրիշ կողմն է։ Տողանեն էլ ինչ չեն անում։ Իսկ կարելի է ձեր ակնարկից հասկանալ, որ դուք դա անում եք։ Ուրեմն եթե չեմ անում, այդ դեպքում ես 3 հոգի հիվանդ չունեմ, ոչ թե 13, ոչ թե 23, եւ բոլորը օնկոհիվանդները անցել են այդ ճանապարհը։ Քիմիոթերապիայի, որոշ մասը ճառագայթման, ունեն ոսկրային մետաստազներ, բայց մետաստազների պատասխանով է տալիս։ Սկզբից հիվանդին ասում ենք, զակը վիրահատենք, վիրահատությունից հետո քիմիոթերապիան կստանաս, քիմիոթերապիայից հետո ճառագայթումն էլ կտանք ու ապա կարող է գնալ։ Վերջում որ տեսնում են արդեն էլ ոչ մի բան հիվանդը ավելի վատացավ վիճակը, դե ասում եք գիտեք իշկա մենք որքան կարողացանք ձեզ օգնեցինք։ Սրանից ավել բան անել չեն կարող։ Հիվանդին թողնում են իր դարձի ցավը, նշանակում են ցավազրկողը մինչև հիվանդը։ Իսկ դուք ինչ եք անում, ներողություն։ Ուռուցքը դա հետևանք է, պատճառ չի։ Ուռուցքը հեռացնելով նախ թող ոչ մի խիրուրգ չասի, որ ուրեմն վիրաբույժ, որ ուռուցքը հեռացնելուց հետո այդ ուռուցքը ռեցիդիվ չի տալու։ Չկա նման բան։ Այդ ուռուցքը ռեցիդիվ է տալու։ Որովհետև պատճառը վերացված չի։ Պատճառը վերացված չի։ Օրինակ էլեմենտար բան։ Գնում է հիվանդը, վերցնենք մեր քույրերին, մեր մայրերին, մեր կանանց։ Միոմա։ Արգանդի վզիկի ուռուցք։ Էրոզիա կամ կիստա։ Նու արգանդի վզիկի ուռուցքի վրա ֆիքսվենք։ Այնտեղից բարձրանում է լիարդով, բարձրանում է երիկամով, թոք, վահանաձև գեղձ, ուղեղում ենք հիվանդին կորցնում ենք։ Միոմայի դեպքում, արգանդի վզիկի ուռուցքի դեպքում հեռացնում են ամբողջ ներքին օրգանները կամ ներարկում են դեղորայք, որպեսզի դատարի դաշտանային ցիկլը։ Հետագայում մենք ունենում ենք այսպեսի մի պատկեր։ Օստրեպարոս։ Այն դաշտանային ցիկլը, որ պետք է տեսներ, չի տեսնում։ Ուրա գնում այդ արունը, ուրա գնում։ Ամբողջ ոսկրային համակարգ, ամբողջ էնդոկրին համակարգ։ Եվ ունենում ենք այն ինչ որ ունենք։ Ես դեմ եմ բոլոր կարգի բաներին։ Թող եթե չեն լսել, թող լսեն։ Ռուսաստանի գլխավոր օնկոլոգի արած պաշտոնական հայտարարությունը, որ նմանատիպ հիվանդերին հակացուցված է վիրահատություն, քիմիոթերապիա, ճառագայթում։ Թող բժիշկը ինքը որոշի, ինչպիսի ցիտոստատիկներով է պատկերացնում բուժումը, բացի իմ նշած 3-ից։ Եթե չեն լսել, թող լսեն։ Բարի լինեն լսեն։ Դուք երբևէ փորձել եք ձեր այս մտքերը կիսել պաշտոնական բժշկության ներկայացուցիչների հետ, ինչ որ բան անել, որպեսզի սա ներդրվի մեր հիվանդանոցներում։ Մեր հիվանդանոցներում ես առաջարկեցի, ես ազգանուններ չեմ տա, որովհետև այդ մարդիկ իմ աշխատում են։ Որպեսզի հիվանդանոցներից մեկում դրվեր, մենք ունենք մի հատ պլազմոֆորեզ ունենք, ուրիշ բան չունենք, մեկ էլ դիալեզի ապարատներ, որ գեմոսորբցիա արվեր, լիմֆատիկ հանգույցները, լիմֆան մաքրվեր, լիմֆոսորբցիա արվեր, լիկվորոսորբցիա արվեր, ողնուղեղի գյուտը մաքրվեր, լիկվորը մաքրվեր, բակտերիոֆագ, մակրոֆագ, գիտական ինստիտուտ ունենք, թող գիտնականներին անխնդիր ասեն, այ դուք զբաղվեք այսօր ուկրաինյան բակտերիոֆագերով, մակրոֆագերով զարմացնում է մարդկանց։ Իսկ մենք չունենք դա։ Թող նստեին գիտնականները, բիոխիմիկները, մասնագետները պատրաստ էին։ Այդ դրանից հետո տանք բակտերիոֆագերը, մակրոֆագերը հիվանդներին չենք տալիս, չենք անում։ Մենք այսօր ընկած ենք, չեմ ուզում ասենք վարկաբեկել մեր բժշկության։ Հիպոկրատը մոռացած մարդկանց հետ գործ ունենք մենք։ Մի վնասիրը այդ մարդկանց չի վերաբերում։ Եվ փաստորեն ձեզ մերժել են հիվանդանոցներում տեղադրել այդպիսի։ Ես Մինասյանի մոտ եղա, Մինասյանն ասեց հնարավոր չի։
Խոսքը նորքի Նորքի ասեց ստացվում է այսպես, ես պետք է երկու հատ պահակ բայեմ, մի հատ հաշվապահ բայեմ, մի հատ կարդողարուհի բայեմ, տրավմատոլոգիայի բաժինը ջարդեր փշվել է, գիպս են գրել, բան եւ այլն, լաբորատորիան, ու այս մնացած իմ լեզվի գործից ազատ եմ, բայց նրանք ուր գնան աշխատեն։ Ձեր մեթոդը այդպիսի էֆեկտիվություն կարող է տալ։ Դա աշխարհին հայտնի բան է, ես տխոմ նոր բան չմցրեցի։ Լենինգրադի վայնի մեծ ակադեմիան զբաղվում են դրանով։ Ես այդ ֆիլտրները բերել եմ տվել չերես կաբզոն։ Այդ փորձը մենք արել ենք նարկոմանի վրա, արել ենք ինսուլտ տարած մարդու վրա։ Իսկ մեկ պրոցեդուրայից հետո ինսուլտ տարած մարդը վեկացավ քայլեց, նստավ մեքենան խոտ տվեց գնաց։ Այդ ոնց հասկանաք։ Կամ դուք նշանակում եք ստենդավորում եք հիվանդին։ Նախ չիմանալով ես ինչի համար այդ մարդու սրտի ետին պատ, միշնապատ, դիմացի պատ, սնուցում չի ստանում։ Դուք սոնոգրաֆի արել եք, տեսել եք այդ մարդու սիրտը իր օսից թեքված է։ Մենք ծնվել ենք 1.5 սանտիմետր թեքությամբ։ Այդպես ծնվել ենք մենք։ Երբ որ մի փոքրիկ ավելի է թեքվում, սրտի անոթները լվացքի պարանի նման կախվում են, շային ու հրայնել, դանակները ձեռքերը ման են գալիս, նայում են, դες որտեղ է ծալվեն, դեղը ստենդավորում են։ Դու սիրտը բեր տեղը, սիրտը։ Իմ ասածները իրանց համար չինարեն է։ 10 օրվա ընթացքում կարելի է սիրտը բերել տեղը։ Ցանկացած երիկամ, դա կլինի բուգրիստի, վալնիստի, սմորշինի, կարելի է բերել իր չափերին, բայց դա դեռ չի նշանակում, որ բերեցինք իր չափերի դիալեզի չի գնալու։ Այստեղ մենք գործ ունենք։ Դիալեզի ապարատը վերջապես Իրանից ինչ է ներկայացնում։ Արհեստական լիարդ։ Լիարդը պետք է մաքրել արունը, մաքուր արուն ուղարկեր։ Երիկամ չի ուղարկում, լիարդը վնասված է։ Եվ նույն ձևով դուք ունեք նաև քաղցկեղի դեմ ինչ որ բուժումներ։ Մի քիչ պատմեք ձեր բուժումների տրամաբանությունը որն է, ինչպես եք դուք բուժում մարդկանց։ Ուրեմն կենսաբանական ակտիվ նյութեր են, ցանկացած վիրուսի նկատմամբ, ցանկացած վիրուսի։ Դա կլինի ընդդուք միջև կոբրայի, գյուրզայի կծածի դեմ եւ որոշակի, ասենք, բնական հումք, որը խառնվում է հակաթույնի հետ եւ օգտագործվում է որպես կոնցերագեն բջիջի ոչնչացնելու, օնկոմարկերները նորմալացնելու, արյան pH-ը նորմալացնելու եւ մարդու իմունիտետը բարձրացնելու համար։ Ինչ կասեք կորոնավիրուսի մասին։ Հիմա ամբողջ աշխարհը փաստորեն Կորոնավիրուսը դա արեստացին վիրուս է, ստեղծված արեստացին վիրուս է։ Եվ իմիգվա ես զարմանամ թե վերջապես մենք ինչ ենք ուզում, ընդհանրապես ես չեմ ասում, այս խոճապը ումն է պետք է խոճապը, ինչի համար։ Ես պատրաստ եմ նորից եմ կրկնում, ես ասել եմ ու ել եմ ասում։ Պատրաստ եմ մտնեմ հիվանդասենյակ։ Ինձ 3 օր թողեք հիվանդների հետ մի քանի 3 օր հետո տեսնենք այդ հիվանդների վիճակը ինչ անում։ Ձեր հսկողությամբ նայեք, դրեք կամերաներով նայեք, տեսեք։ Այսինքն ձեր ասածից ես ենթադրում եմ, որ դուք ասում եք, որ դուք կարող եք բուժել կորոնավիրուսը նույնիսկ վատ, այո, ամենավատ ստադիայում։ Բացի դրանից, ունենք կանխարգելիչ միջոց, օրինակ ես դա ընդունում եմ, որտեղ ուզում եք ես կարող եմ մտնել դուրս գալ։ Ես այդ վիրուսը չեմ վերցնի, չեմ ընդունում։ Որովհետև դա պատվաստում է, դա ինչ է ներկայացնում։ Երկուսն էլ կա։ Եվ պատվաստումը կա։ Ամերիկայում ես ուղարկել եմ, Ամերիկայում ես հիվանդներ ունեն։ Նրանք ես ասել եմ ամենտեղ կարող եք մտնել։ Եթե դուք հիվանդացաք, ուրեմն իմ ստեղծած է բանի պետք չի։ Ռուսաստանում էլ ունեմ։ Եվրոպայում էլ ունեմ։ Այս մի քանի մասին են խոսքը ամիսների։ Ասում եմ դուք արխայխում եք։ Մոսկվայից մեկը զանգ տալիս, ասում է մեր ընտանիքի անդամները բոլորը հիվանդացան արբուխով բացի ինձանից։ Դուք ինչ որ ձևով կառավարությանը, պարետին, պարետատանը տեղյակ պահել եք, որ դուք ունեք նման հնարավորություն։ Առողջապահության նախարարությունը ինձանից պահանջում է կլինիկական փորձարկումներ։ Այդ որ դուք հիմա Ռուսաստանից ու Չինաստանից ինչ որ հաբեր եք ստանում, դրանք կլինիկական փորձարկումներ գնացին այս կարճ ժամանակամիջոցում, հա։ Կլինիկական փորձարկումների համար ժամանակ է պետք, ամիսներ։ Եվ մեկ երկրորդը, ասում եմ դու բանը, քանի որ դա դեռ չի ճանաչվում, դուք պետք է դիմեք գյուղնախարարությանը։ Այսինքն կորոնավիրուսով պետք է զբաղվի ոչ թե առողջապահության նախարարությունը, այլ գյուղնախարարությունը։ Տրամաբանությունը։ Ես հույս ունեմ, որ կառավարությունից համապատասխան մարմիններից կդիտեն այս հաղորդումը եւ կփորձեն կապվել։ Խոճապ բարձրացնել պետք չի։ Բայց մարդիկ, որ այդպես հիմա որ հիվանդը մահանում է, ասում ենք բանը կորոնավիրուսից մահացավ։ H1 N1 հիվանդն էլ մահանում, ասում ենք կորոնավիրուսից մահացավ։ Բայց դրա դեմ ինչ է կարել։ Մի բան արել եք H1 N1-ի
դեմ մի բան արել եք։ Շատ լավ, իմ հարցը հետևյալն էր, որ հաղորդումը դիտելու են հազարավոր մարդիկ։ Շատ շատերը կցանկանան երևի կապ հաստատել ձեզ հետ, որպեսզի Եթե իմ օգնության կարիքը զգա տվյալ մարդը, որը չի ուզում հիվանդանա կամ հիվանդա, ես պատրաստ եմ օգնել։ Շատ լավ։ Ընդդուք մինչև անվարձահատություն։ Իսկ մեր առողջապահության նախարարության պատասխանատուները, Ով այդ եթե անգամ չեն հավատում, որ դուք ճիշտ եք ասում, նախարարը։ նախարարը իհարկե։ Բայց Նախարարը եթե շատ անգամ ուրիշ է։ չեն հավատում, որ սա իրականություն է, նրանք պարտավոր են սա ստուգել։ Բայց ինչի համար եմ ասում, դու այդքան միջոցներ ունեք։ Վիրուսկոպ, խրոմատոգրաֆիա, սպեկտրալ անալիզ, բիոռեզոնանսային հետազոտություն, այդքան է որ ես գիտեմ։ Կարող ավելի լավ միջոցներ կան ստուգելու։ Ստուգեք, տեսեք, ասեք, այ ինգեր, սա եմ չի։